Նամակ ենք հանձնելու ԱԺ պատգամավորներին, նամակի բովանդակությունը հետևյալն է, որ մենք պահանջում ենք չվավերացնել այս չարաբաստիկ պայմանագիրը եւ ուղղակի կարճ հիշեցում, որ ի վերջո բոլորը դատարանի առաջ պատասխան են տալու ազգային դավաճանության համար։ Ես կազմակերպչական իմաստով կապ չունեմ այսօր, բայց եվրոպական նախաձեռնությունը նույնպես իր նամակը պետք է հանձնի ազգային ժողովին, իր ուղերձը, որ գոնե այս պահին, վերջին պահին փորձեն ստապվել, Հայազնը կողմ չէ որևէ վերպետական կառույցի միանալու, իսկ եվրոպական ընտրությունը իր անվան մեջ արդեն կրճատում է, որ երկմտելու խնդիր չկա, այնտեղ է զարգացումը, քաղաքակրթությունը, մշակույթը, տնտեսությունը եւ դրա համար մենք որևէ երկմտանք չունենք։ Անկախ Հայաստան! Ազատ! Անկախ Հայաստան! Ուրեմն նամակները 131 հատ են, հա? 130 հատ նամակ կա։ Ազգային ժողովի падգամավոր։ ԱԺ վավերացմանն է ներկայացված Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը։ Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին միանալու որոշումն արդեն ամրագրված եւ ապագայում ստանձնելիք պարտավորությունների տեսանկյունից կոպտորեն ոտնահարում է ՀՀ ինքնիշխանությունը, հակասում է գործող սահմանադրության տառին ու ոգուն եւ անմիջական վտանգ է ներկայացնում հայոց պետական անկախությանը։ Ռուսական կայսրության վերականգնման կրեմլյան ծրագրերը այլևս ոչ մեկի համար գաղտնիք չեն, ինչպես որ գաղտնիք չէ, թե ինչ հանգամանքներում Սերժ Սարգսյանը ենթարկվեց Պուտինի թելադրանքին։ Պետականության կորստի ներկա սպառնալիքը Հայաստանի տարբեր տարիների կառավարիչների եւ ողջ քաղաքական վերնախավի հետեւողական անսկզբունքայնության, հայոց պետականության ուղղակի չհավատալու, արտաքին կողմնորոշումներին ապավինելու եւ օտարահաճ ստորաքարշությամբ դրանց տրվելու հետևանքն է։ Դուք այսօր անկախ ձեր ընտրվելու եղանակից ներկայացնում եք դեռևս անկախ Հայաստանը, սակայն ձեզ ուզում են վերածել անկախության գերեզմանափորների։ Հայազնը հավատարիմ մնալով ազգային պետական ինքնիշխանության բացարձակ գերակայության, որևէ վերպետական կազմավորմանը չմիանալու անդրդվելի սկզբունքին, վստահ է, որ Հայաստանում ազգային պետական համակարգի անխուսափելի համապարփակ փոփոխություններից հետո առաջին իսկ իսկապես ազգային կառավարությունը ոչ միայն չի եղել կհայտարարի բոլոր ստրկացնող քաղաքական եւ տնտեսական համաձայնագրերը եւ կվերականգնի մեր երկրի ամբողջական ինքնիշխանությունը, այլև անողոք, բայց եւ արդարացի պատասխանատվության կենթարկի ներկայիս անխտիր բոլոր գործիչներին, որոնք մասնակցել են հիշյալ հակապետական ազգադավ պայմանագրերի կնքմանը, վավերացմանը եւ իրականացմանը։ Դեկտեմբերի 1, 14 թվական Հայազն կուսակցության վարչություն։ Հայաստան! Ազատ! Անկախ Հայաստան! Ռուսաստանին Հայաստանն էլ պակաս կարևոր չի, քան Հայաստանին Ռուսաստանը։ Դա ոչ միայն հանրության, այլև քաղաքական այսպես կոչված էլիտայի մոտ է այդպես։ Գիտակցումը չկա, որ Ռուսաստանին հետ կարելի է այնպիսի հարաբերություններ ստեղծել, ոչ ստորադասական, որտեղ հնարավոր կլինի մեր դերը ավելի բարձրացնել։ Որ հիմա մենք պարզապես այսպես հավաքվելու, պայքարի 10 հոգով, 50 հոգով ջղաձգվելու փոխարեն պիտի ստեղծենք կազմակերպված դիմադրական շարժում, որտեղ սա օկուպացիոն նոր, բացարձակապես նոր հանգամանքներ են, բացարձակապես մեր բոլոր այդ թերությունները, որի դեմ հանրությունը պայքարում էր, մնում են, դրան գումարվում է արդեն նոր խնդիրներ, հա։ Եվ սա պետք է լինի դիմադրության շարժում, եւ դիմադրության շարժումը կարիք չունի շաբաթը մեկ գալ եւ Բաղրամյան փողոցում ինչ-որ ակցիա անել։ Դա լրիվ այլ ձևերով, այլ կազմակերպման մեթոդներով, եւ այստեղ իհարկե դա պետք է լինի ավելի լայն ճակատ։ Այն ինչ հանրության ձեռքում է։ Եթե հանրությունը կանգնի, իրոք կանգնի, ես կարծում եմ, որ խորհրդարանը տեղի կտա եւ կանեն ինչ-որ մեր շահերն է ուրիշ տենց իհարկե այս թվականակով այսպիսի պահանջատիրությամբ կարծում եմ
Չէ, մենք փոքրամասն, շատ փոքրամասն ենք։ Ես ասեմ, որ դիմադրության համար, դա ցույց է տալիս Հյուսեյն Իռլանդիայի փորձը եւ շատ այլ տեղերի համար 30-ից 50, հա, ասում են 30 ջղաձգվող գիտակից եւ կայուն ջղաձգվողը բավական է, որ ամբողջ այս համակարգը պահել լարման մեջ եւ նպաստել դրա անկմանը։ Իհարկե, պետք է մյուս կողմից աշխատել ժողովրդի հետ, քաղաքացիների հետ, զանգվածի հետ։